Մագդա բարի օր։ Հա բան չի եղել, որ զանգել ես։ Եղել է։ Շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ինչ կարևոր բան։ Էլիզ, ես հիմա տրամադրություն չունեմ, ասելիքդ ասա ու անջատի։ Ինչի տրամադրություն չունես։ Այսինքն ինչի դու իմ ընկերուհին ես, որ ես քո հետ պետքա կիսվեմ, ասեցի ասելիքդ ասա։ Ուզում էի հարցնեի արևը ոնց է։ Էդ էր կարևոր բանը։ Հա, իմ համար շատ կարևոր է։ Վերջին անգամ որ տեսա անտրամադիր էր։ Ինչի դու չունես Արևիկի համարը։ Բայց Եթե ունես Արևիկի համարը, զանգի իրան։ Ես հիմա իրոք տրամադրություն չունեմ։ Ով էր Մագդա։ Էլիզն էր զանգել, չեմ հասկանում ինչ ա ուզում։ Այսինքն, Հարցնում էր Արևը ոնց է, իբր ինքը անհանգստանում է։ բա ինչի իրան չի զանգում։ Ես էլ նույն բանը ասեցի։ Բայց շատ ուրախ եմ, որ էլ ես տուն չի գալիս, ոնց որ մի հատ ծանր բանից ազատված լինենք։ ալո, Բարև Էլիս, ոնց ես։ լավ եմ։ Իսկ ես հետաքրքիր չի ես ոնց եմ։ Եթե հետաքրքիր լիներ կհարցնեի։ Ու ընդհանրապես ես մտածում եմ դու շատ էլ լավ ես։ Նորոյին ամեն ինչ պատմեցիր, սիրտդ տեղ ընկավ։ Փաստորեն դրա համար ես, հա, հետս տենց խոսում։ Դու ինչ ես զանգել։ Ուզում եմ հանդիպենք։ Ես գալիս եմ ձեր տուն, դուրս կգաս։ Իսկ ես չեմ ուզում որ հանդիպենք։ Էլիս ինչի ես նեղացել։ Համ դու ես բոլորին իրար խառնել, համ էլ դու ես նեղանում։ Ես չեմ նեղացել։ Ուղղակի չեմ ուզում որ հանդիպենք, այդքան բան։ Այսինքն Էլիս։ Դու ես չեմ ուզում որ դու հույսերով լցվես։ Իմ մեջ ոչ մի բան չի փոխվել։ Փաստորեն տենց, հա։ Հա։ Կներես, ես ուղղակի շատ ուղիղ եմ։ Էլիս մի խոսքով ես գալիս եմ ձեր տան մոտ։ Դուրս կգաս, թե չէ ես եմ ներս մտնելու։ Դու Մի երկարացրու Էլիս։ Դուրս կգաս, եթե չէ ես կբարձրանամ վերև։ լավ։ Քեզ համար էլ եմ պատրաստել։ Դու սիրում ես, չէ՞ իմ եփածը։ Չեմ ուզում։ Բա ինչ ես ուզում։ Ոչ մի բան։ Աչքերդ տեսել ես։ Երևի ամբողջ գիշեր լացել ես, չէ՞։ Հա, լացել եմ։ Ամբողջ գիշեր լացել եմ, որովհետև չեմ հասկանում ում եմ ինչ արել, որ հիմա իմ կյանքը այսքան բարդ է։ Արշա, գիտես ինչքան դժվար է, երբ մարդուն սիրում ես ու առանց հասկանալ կորցնում ես։ Ես չգիտեմ ինչ եմ արել։ Ես չգիտեմ ինչ սխալ եմ ինձ թույլ տվել, որ Նորոն իմ հետ սենց վարվեց։ Գիտես, եթե իմանայի, կարող այսքան ծանր չտանեի, բայց ես ոչ մի բան չգիտեմ։ Ինձ ոչ մի բան չեն ասում։ Ինձ ուղղակի ասում են, որ ես պետք չեմ ու վերջ։ Իսկ միգուցե այդ տղեն ուղղակի պատասխանատվությունից փախնում է։ Դու քեզ հարց չես տվել, կարող ինքը ընդհանրապես քո պատկերացրածը չի։ Չէ, Արշակ, ես զգում էի, որ ինքը ինձ չի խաբում։ Քեզ թվում է ես ոչ մի բան չեմ հասկանում, քեզ թվում է ես ընդհանրապես մարդկանց չեմ ճանաչում։ Մագդա, երբ որ սիրահարված ես լինում, դիմացինի թերությունները չես տեսնում։
Այդ տենց է։ Իսկ դու այն տարիքում չես, որ կարողանաս զգացմունքներդ կառավարես ու հետևություններ անես։ Ես չեմ ուզում, որ դու այդ տղու հետ շփվես։ Չեմ ուզում ոչ մի կապ ունենաս իր հետ։ Ես այսքան ժամանակ քեզ ոչ մի բան չեմ արգելել, չէ՞։ Ապրել ես նենց, ոնց որ ուզել ես։ Արել ես այն, ինչ որ ճիշտ ես համարել։ Ես քեզ վստահել եմ։ Բայց հիմա ես արգելում եմ, որ դու զանգես այդ տղուն։ Արգելում եմ ընդհանրապես որևէ կապ ունենաս իր հետ։ Դու մոռանալու ես իրան։ Դու կսկսես ապրել քո սովորական կյանքով։ Հասկացար ինձ։ Բայց Արշակ, Վերջ Մագդա։ Թեման փակ է։ Ինչի ես եկել։ Էլիս մի հատ տոնդ փոխի։ Ես քեզ թույլ չեմ տվել, որ հետս տենց ես խոսում։ Չես հասկանում, որ չեմ ուզում խոսամ։ Ինչի ստիպեցիր, որ տնից դուրս գամ։ Եկել եմ որ տեսնեմ քեզ։ Հասկանամ ոնց ես, հասկանամ ինչի ես իմ դեմ տենց լարված։ Էդ ինչ էիր ասում, հեռախոսով։ Չես ուզում, որ հույսեր ունենամ։ Հա չեմ ուզում։ Չեմ ուզում մտածես, որ ինչ-որ բան փոխվել է։ Էդ ինչի։ Ինչի շուտ չէիր ասում։ Թե ինձնից կախում ուներ դրա համար։ Ինչ։ Այսինքն։ Դե բա հիմա քո մասին ավելի շատ բան գիտեմ, քան պետք էր, չէ։ Գիտեմ, որ նորոյին խաբել ես, որ Արշակի տանն ես աշխատում։ Դրա համար էլ հետս նորմալ խոսում էիր, հանդիպում էիր, որ նորոյին ոչ մի բան չասեմ, չէ։ Տենց է։ Օգտագործում էիր ինձ, խաղում էիր հետս, որ նորոն ոչ մի բան չիմանա։ Դե հիմա էլ արդեն քեզ պետք չեմ։ Մի անգամից փոխվեցիր իմ հանդեպ։ Չէ, ես չեմ դիմանա։ Չի լինի սենց։ Ուզում ես անկեղծ պատասխանեմ։ Հա, Հա, քո հետ հանդիպում էի, որ իմ ասածով անես։ Ինձ փորձում էի նորմալ պահեի, որ անես նենց, ոնց ես եմ ասում։ Դու չես հասկացել, որ ես քեզ չեմ սիրում։ Դու շանս չունես էդո։ Դու այսքան ժամանակ էդ չես հասկացել, որ դու շանս չունես էդո։ Գնա քո Դանյան։ Եթե իմ համար ես հետ եկել, գնա էդ։ Մելիս։ Ես գիտեմ ուր գնամ ու երբ գնամ։ Դա ավելի լավ։ Ես քեզ չեմ Ու շատ իզուր։ Ես քեզ զանգում էի, Էլիս, գրում էի։ Այն ժամանակ ուրիշ էիր։ Այն ժամանակ հեռու էիր գրում էի։ Հա? Վստահ ես։ Բա ինչ է ինձ թվում, որ այդ տենց չի։ Ու հիմա անիմաստ խոսում ես առանց հասկանալու։ Ես շատ լավ էլ հասկանում եմ ինչ եմ խոսում։ Ասում եմ այն ինչ զգում եմ։ Ասեցի նորոյին։ Սիրտդ հանգստացավ, հա? Արդար տղա ես։ Դե գնա արդար տղա եղի, բայց իմ հետ էլ գործ չունես։ Պաստորեն տենց նեղացած ես։ Բացարձակ։ Բա ինչ անեի, Էլիս։ Կարայ չասեի։ Մեկը իմանալու էր, նորոն։ Այդ ժամանակ ես էի սխալ տպավորություն թողելու։ Տպավորությունը լինելու, որ ստորություն եմ անում ընկերոջս նկատմամբ։ Բայց ով է նորոյին ասել չասելու մասին խոսում, հա? Ով։ Ասել ես լավ ես արել։ Ես էլ էի ուզում որ նորոն իմանար, բայց նորոյին իմանալ չիմանալը իմ ասածների հետ մի կապի, հա? Էդո գնա։ Ես քեզ չեմ սիրում։ Ես չեմ ուզում որ դու շարունակես ինձ հետևել։
Չեմ ուզում, չես հասկանում, չեմ ուզում, որ ինձ սիրես։ Էլիս։ Այդքան զզվել եմ, հա քո համար։ Զզվելի չես։ Ուղղակի ես քեզ չեմ սիրում։ Ուղղակի ես քեզ չեմ սիրում այդ։ Ես ուզում եմ, որ դու հեռու մնաս։ Մենք լավ ընկերներից բացի ուրիշ ոչ ոք չեն կարող լինենք իրար համար։ Ու ինձ չեն հետաքրքրում քո զգացմունքները։ Դու շատ լավ գիտես, որ չես կարող իմ համար սովորական ընկեր լինես։ Ուրեմն էդ էլ չենք լինի։ Ուրեմն ընդհանրապես չենք շփվի։ Էլիզ ինչ է հետդ կատարվում։ Ինչու ես իմ հանդեպ տենց ագրեսիվ։ Ինչու եմ տենց ահավոր վրետ ազդում։ Հա, ազդում ես։ Ազդում ես, որովհետև չգիտեմ էլ ոնց բացատրեմ, որ հեռու մնաս ինձնից։ Ու ընդհանրապես, այս խոսակցությունը արդեն շատ երկար է։ Ինչ ես անում ստեղ։ Բարի լույս։ Ինչ բարի լույս։ Ինչի համար ես եկել։ Հա։ Այս փաստորեն արդեն չես էլ բարևում։ Մենք բան էինք, չէ՞ պայմանավորվել։ Մենք ոչ մի բան չէինք պայմանավորվել։ Այդ դու էիր որոշել, որ իմ հետ պետքա չշփվես ու ինձ ոչ մի բացատրություն չէիր տվել։ Լսի։ Քեզ ով է թույլ տվել։ Ով է ասել, որ երբ մտքովը 10-ի կարաս վեր կենաս գաս իմ աշխատանքի տեղ։ Ով է քեզ թույլ տվել։ Դու նորո դու ես թույլ տվել։ Դու ես ինձ քո հետ ստեղ բերել։ Եթե չես հիշում, մենք ստեղ շատ սիրուն պահեր ենք ունեցել։ Ու դու ես ինձ թողել, որ ես քո կյանք մտնեմ։ Պետքա հուզվեի հա քո ասածներից։ Շատ վատ ես խաղում։ Ես դու չես։ Ես ուղղակի չեմ հասկանում դու ինչ ես քեզ սենց պահում։ Ես քեզ նորմալ ամեն ինչ բացատրեցի։ Երեք ասացի, չէ՞ որ էլ չեմ ուզում մենք հանդիպենք։ Ընդհանրապես մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Ասել եմ թե չէ։ Ես դրա համար եմ եկել ստեղ։ Ես եկել եմ ստեղ, որ ինձ բացատրես, թե ինչի ես քեզ պետքա կորցնեմ։ Դրա իրավունքը ունեմ, չէ՞։ Ինձ թվում է գոնե դրա իրավունքը ես հաստատ ունեմ։ Իմ համար արդեն տհաճ է քո այս ասածները։ Ես չեմ ուզում լսեմ, որ դու ինձ ես սիրում։ Չեմ ուզում։ Էլիս, այն որ ես քեզ համբերատար լսում եմ, չի նշանակում, որ չափերդ պիտի սենց անցնես։ Դու ես տիպում, որ ես քո հետ սենց խոսամ։ Չէ, Էլիս, դու ուղղակի մարդուն գնահատել չգիտես։ Ես այսքան տարի քեզ եմ սպասել։ Այսքան տարի քո համար եմ ապրել ու մենակ քո մասին եմ մտածել, Էլիս։ Դու քո զգացածի մասին ես խոսում, ես էլ իմ։ Որն է տարօրինակը ստեղ։ Այնն է տարօրինակ, որ ես հենց նոր եմ տեսնում, թե դու ինչքան անշնորհակալ մարդ ես։ Ինչի։ Որ մարդ չի կարողանում դիմացինի զգացմունքներին նույն կերպ պատասխանի, ուրեմն անշնորհակալ է, հա։ Բաղված կտա անշնորհակալ Էլիս։ Գոնե հաշվի առներ էլի, որ իրար նոր չենք ճանաչում, որ պատահական մարդ չեմ, փողոցում հանկարծակի չեմ մոտեցել քեզ։ Հաշվի առներ։ Արի փակենք ուղղակի այս թեման։ Իսկ դու լավ մնա։ Ես Ալինային պիտի տանեմ անալիզների։
Հա, Ալինա, Ուր ես։ հիմա կբարձրանամ կգնանք։ Մի կում ջուր եմ խմել։ Ոչինչ։ Չգիտեմ, երևի ոչինչ։ Հիմա գամ պայուսակս վերցնեմ գնանք, լավ։ Լսի, գլինի գնաս։ Ես լիքը գործ ունեմ անելու։ Ընդհանրապես ժամանակ չունեմ ու գնայս հասցեմ մոռացի։ Մինչև հարցերիս պատասխանը չտաս, ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Չեմ հասկանում, ես կրակը ընկա, որ մի քանի անգամ քո հետ հանդիպեցի։ Ես գիտեմ, որ դու հիմա ինձ փորձում ես նեղացնես, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Լսի, դու հոգեբան ես։ Չէ, ուղղակի ես կարճ ժամանակում ես հասցրել եմ քեզ, շատ լավ ճանաչեմ։ Լսի, գնա։ Ես քեզ ասեցի չեմ գնալու, մինչև հարցերիս պատասխանը չստանամ։ Ես քեզ ոչ մի պատասխան չունեմ տալու։ Պիտի տաս։ Մագդա ջան, գնա էլի։ Դու ինձ չես լսում, ասում եմ, որ չեմ գնալու։ Այս պատմությունը մենակ քո մասին չի, այս պատմությունը իմ մասին էլ է։ Դու ինձ պետքա բացատրություն տաս։ Լսի, աղբորդ կարող է բերես։ Արշակեր չի անունը։ Պետք կարող է իմ հետ ինքը ինչ-որ բան պարզի այս թեմաների հետ կապված։ Ես չեմ հասկանում, դու ինչի ես այսքան լծված իմ աղբոր դեմ։ Դու անգամ Արշակին չես ճանաչում։ Նորից եմ ասում։ Գնաս տեղից։ Ես չեմ ուզում քո հետ խոսամ, գնա։ Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնեմ։ Ես անդադար մտածել եմ։ Խնդրում եմ արի խոսենք, խնդրում եմ արի հասկանանք իրար։ Գոնե մի անգամ փորձել ես իմ վիճակի մեջ մտնես։ Գոնե մի անգամ փորձել ես ինձ հասկանաս։ Եթե դու սենց թեթև ես տանում մեր բաժանությունը, ես այդ շատ ծանր եմ տանում։ Որովհետև ես քեզ սիրել եմ ու ես քեզ մինչև հիմա սիրում եմ։ Ժամանակի հարցը կանցնի։ Ինչի։ Քո մոտ արդեն անցել է։ Իմ մոտ չի եղել, որ անցնի։ Ես ընդհանրապես ոչ մի բան քո հանդեպ չեմ զգում։ Ճիշտ է, փորձեցի, բայց հասկացա, որ չեմ զգում։ Դու իմ կողքին երջանիկ չես լինելու, ես որ գնաս տեղից։ Բա որ չէիր սիրում, ինչի էիր այդքան ասում, որ սիրում ես, ինչի էիր անդադար այդ անդեր բառը ասում։ Ինչի եկար մտար իմ կյանք, ինչի կյանքս տագնու վրա արեցիր ու հենց դուրս եկար, ոնց որ ոչ մի բան չի եղել։ Ով էր քեզ դրա իրավունքը տվել, նոր ով էր իրավունքը տվել։ Լսի, դու ես մեղավոր, լսում ես։ Դու ես մեղավոր, որ երկորված անոթի սիրը արվում ես։ Հենց որ գնա Մարսից։ Ես զզվում եմ քեզնից, որովհետև դու տականք ես։ Դու ուղղակի ստոր տականք ես։ Գնաս տեղից։ Շուտ արա գնաս տեղից, չեմ ուզում քեզ տենամ։ Գնաս տեղից։ Զզվում եմ ուղղակի քեզնից։ Մագդա, ինչի չես պատասխանում։ Ես ասեցի չէ, որ դուրս չգաս։ Ասեցի, որ տանը նստես։ Դե պատասխանի։
Էդ, Հաս։ ո՞նց ես։ Լավ եմ։ Ես ինչ ես անում ստեղ։ Էդ ոնց որ լավ չես, հա, ես մեր տուն եմ գնում։ Մի քիչ մտքերով եմ ուղակի քայլում եմ։ Դու ո՞նց ես։ Էդ ինչ ա եղել։ Երևի ընկերուհու տա մի բան եղել։ Բարսա, քեզ մենակ այս վիճակին Էլիզը կարող էր գցեր, չէ։ Լավ, ես շտապում եմ, գնամ հետո խոսանք, հա։ Բա Ալինան ուր է։ Մտել եմ սենյակ, ինձ տված քնած է, բայց սենյակում էլ չի։ Անալիզները տվեցինք գնաց դպրոց։ Լավ չէ լինի, այսօր էլ տանը մնար։ Բա որ հանկարծ վատանա։ Տատի, չեմ ուզում Ալինան մի բան կասկածի։ Անալիզների պատասխանները այսօր կգան կհասկանանք։ Բայց մինչև այդ պետք չի Ալինային հիվանդի նման վերաբերվենք։ Այդ տղա ջան, դու ուր ես։ Գիշերն էլ տուն չես եկել։ Ուր ես կորել։ Այսօր անալիզները տվեցինք։ Տատ, խնդրում եմ, ոչ մի բան չասես։ Ուղղակի հիմա ոչ մի բան մի ասա։ Սամյալի։ Հեն հիմա ոնց ես։ Արի քեզ տուն տանեմ էլի։ Դեմքիդ ընդհանրապես գույն չկա, կպարկես մի քիչ կհանգստանաս։ Ռոբախր քանի անգամ պետք է ասեմ, որ հասկանաս։ Հիվանդանոցից եմ եկել, նոր են արյուն վերցրել։ Բնականաբար կարայի չեմ քիչ ինձ ված գայի, բայց ես գիտեմ, հեսա կանցնի։ Ալին, կլինի դու քեզ դիագնոզներ չհորինես։ Ասում եմ արի տանեմ տուն հանգստացի։ Չէ, Ռոբ, չէ։ Չեմ ուզում, որ տանը նորից իմ պատճառով անհանգստանան։ Դու լրիվ գիժ ես, Ալինա։ Ռոբ, խոստացի, որ նորային ոչ մի բան չես ասի։ Ու ընդհանրապես ոչ մեկին, չէ։ Ալին, այս ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ անգամն է, որ դու վատանում ես։ Ես արդեն հաշիվս կորցրել եմ, բայց դու մեկը քո էջն ես առաջ տանում։ Ամեն անգամ ասում ես ոչ մեկի ոչ մի բան չասես։ Դրանով հարցին լուծում ենք տալու։ Ռոբ, խնդրում եմ, այս մի անգամներ էլի իմ ուզածով անենք։ Տես արդեն գլխից ցավը գնալով անցնում է։ Հա, ես գիտեի։ Խնդրում եմ, Ռոբ։ Չասես, հա, նորային։ Դու անցած անգամ էլ ասեցիր, որ եթե մի անգամ էլ վատանաս, թողելու ես նորային ասեմ։ Գիտեմ, հիշում եմ։ Բայց իմաստ չկա, հավատա։ Ես արդեն լավ եմ։ Այս մի անգամներ էլի իմ սրտով գնա։ Լավ։ Դու աշխարհի ամենալավ ընկերն ես, Ռոբ։ Իսկ ես տես չեմ կարծում։ Ռոբ, ախր դու տեսել ես նենց մարդու, ով գնա հիվանդանոց արյուն հանձնի ու լավ լինի։ Այ քեզ բան։ Դու էլ շատ քաղցր կեր։ Կերել եմ։ Բայց որ մի անգամ էլ առաջարկես, հաստատ չեմ հրաժարվի։ Վայ, Ալինա։ Ալո։ Լավ, հենց հիմա գալիս ենք։ Նորո, նորո։ Ուր է իր Մագդա։ Դուրս է եկել քայլելու։ Բա ինչի զանգերից չես պատասխանում։ Ձայնը ցածր էր, չեմ լսել։
Մենակ էիր։ Հա, Լավ, համարենք, որ հավատացի։ Հուսով եմ խոսքս գետնով չես տվել։ դա երեխան ուրա։ Եթե ուշադիր լիներ, կիմանայիր։ Ես քեզ երեք ասել եմ։ Ինչ ես ասել։ Այսօր դպրոց է գնացել Մագդա։ Դպրոց։ Կներես երևի ուշադիր չեմ եղել։ Դե իհարկե։ Ուշադրությունը տեստանը չի։ Մագդա արժի 2 օրվա ծանոթի համար այս վիճակի մեջ ընկնել, հա? Արժի։ Ես դուրս եմ գալի։ Ռոբ, բայց կարիք չկար ինչ ճանապարհելու։ Արդեն լավ եմ։ Տեսար նույնիսկ դաս եմ պատասխանել։ Դե ապահովության համար հաստատ արժեր Ալին ջան։ Հիշու ես, ինչ ես խոստացել։ Էս բա ուր եք գնում։ Հիվանդանոց։ Պատասխանները եկել են։ Արագ գնանք ու հետ գանք։ Կարամ ես էլ կամ։ Չէ, Ալինա ջան, ուր ես գալիս, գնա տուն։ Բայց ես էլ եմ ուզում իմանամ։ Ալին, ինչի իմանաս։ Ոչ մի լուրջ բան հաստատ չկա, գնալու ենք տեղերը նշանակեն, մենք էլ գանք։ Հա ճիշտ ասում, համել դու գնա տուն, որ գործնականներ անես, իմնել ա քո վրա։ Չես հասցնելու հաստատ։ Լավ, գնում եմ։ Կարող է գազ թեյ խմենք։ Չէ, ես էլ եմ հոգնած։ Ես էլ գնամ հանգստանամ։ Լավ։ Ռոբ, ինձ թվաց, թե ինչ-որ բան ա եղել։ Նոր ես Ալինային խոսք էի տվել, որ քեզ ոչ մի բան չպետք է ասեմ, բայց ինձ թվում է ճիշտ ասելն է։ Ինչ ա եղել։ Ալինան այսօր դասանում նորից վատացել է։ Շատ ուժեղ գլխապտույտ ուներ։ Ինչ։ Բա ինչ չես զանգել։ Դե չթողեց, որ զանգեմ։ Ռոբ ջան, այդ ժամանակ իրեն մի լսի, կամ ինձ զանգի, կամ Նորոյին։ Լավ, հիմա դրա ժամանակը չի։ Գնանք հիվանդանոց, հասկանանք ինչ ա կատարվում։ Կլինի ես եկամ Նոր ջան։ Եթե ուզում ես արի։ Արշակն էլ էր քեզ սպասում, ուղակի գնաց երևի աշխատանքի կանչեցին։ Նստի հետ։ Ավելի լավ որ հիմա մենակ ենք։ Ես ավելի շատ ուզում եի քո հետ խոսալ։ Մագդա, կլինի չէ ինձնից ոչ մի բան չթաքցնես։ Դու ինքդ գիտես, ես մեկը ամեն ինչ իմանալու եմ, ավելի լավ է քեզնից իմանամ։ Ընդհանրապես, երբ որ դու իմ կարիքը զգում ես, զանգի ասեի դու ջան, ուզում եմ խոսանք կամ պիտի օգնես ինձ, ես վատ եմ։ Երեկվա երեխեն չենք էլի Մագդա, ես ինչի պիտի արշակոպարից իմանամ, որ դու սենց վատ վիճակում ես։ Ինչի։ Ես հիմա ուղակի այնքան վատ եմ, որ մինչև հիմա տեղս չեմ գտնում։ Էլիս, խնդրում եմ։ Լավ, մի հատ ասա հասկանամ ինչ ա եղել։ Բայց ասեցիր, որ դու գիտես։ Հա, գիտեմ, ուզում եմ քեզնից լսեմ։ Ես ոչ մի բան չեմ հասկացել ու չեմ հասկանում։ Երդվում եմ, ես ոչ մի բան չեմ հասկանում։ Ես գիտեմ, որ դու էլ հիմա Արշակի նման մտածում ես, որ Նորոն ինձ ուղակի խաբել է։
որ ես միամիտ եմ եղել, սիրահարվել եմ իրան ու մինչև հիմա տանջվում եմ։ Բայց ես գիտեմ, որ այդ տենց չի եղել։ Ուղղակի ինքը ինչ-որ բան ինձ չի ասում։ Մագդա, իսկ ինչ ա քեզ ասել նորն։ Էդ ինձ դժվար է ամեն անգամ այս թեմայով խոսելը։ Ոչ մի բան ընդամենը ասեց, որ էլ չի ուզում հանդիպենք։ Բայց մի օր առաջ ուզում էր աղբորս հետ ծանոթանար։ Իր ամբողջ կյանքը իմ հետ էր պատկերացնում։ Ու մի օր ու մի ժամում ամեն ինչ փոխվեց։ Ինքը շատ սառը ու վատ տոնով ասեց, որ ես ընդամենը իր համար հետաքրքրություն եմ եղել։ Լավ, Մագդա, այդքան մի նեղվի։ Ամեն ինչ լավ կլինի։ Ոնց չնեղվեմ։ Այն մարդը, ում դու սիրել ես, ասում է, որ ընդամենը հետաքրքրություն ես եղել։ Ինչի ա ձեզ թվում, որ ես քարից եմ ու այս ամեն ինչի ինձ հեշտ է տանելը։ Մագդա, ես քեզ հասկանում եմ։ Դու պիտի մոռանաս այդ տղուն։ Պիտի ընդունես այդ փաստը, որ դուք բաժանվել եք ու էլ երբեք չեք միանալու։ Իսկ եթե մենք խոսում ենք ու հասկանում ենք իրար, եթե նորոն բացատրում է ինչի համար տենց արեց ու ես հասկանում եմ իրան։ Չէ, Մագդա։ Նորոն չի գալու, ոչ մի բացատրություն չի տալու քեզ։ Ուղղակի այդ տղուն մոռացի, հա։ Մագդա, ես քո վատը չեմ ուզում։ Բայց նորոն էլ չի գալու։ Ոչ այսօր, ոչ վաղը։ Նորոն երբեք չի գալու։ Որտեղից գիտես։ Բժիշկ, ասեք ինչ ա կատարվում։ Մեզ ասեցին, որ անալիզների պատասխանները պատրաստ են։ Չգիտեմ ինչից սկսեմ։ Ասելիքս լավ բանի մասին չէ։ Ցավոք այն ինչ կասկածում էինք, անալիզների առաջին պատասխանից հետո հաստատվեց։ Ճիշտ ասած, չհասկացա։ Ինչը հաստատվեց, ինչա կատարվում քրոջս հետ։ Ալինայի մոտ արյան լուրջ խնդիր կա։ Շատ լուրջ խնդիր։